Տիկին Գյուրեղյան, մեծ կին եք չեք ամաչում, լուրջ եմ ասում, ասենք տեղից ինձ ասում եք Վանա, դու ինչ իրավունք ունես ներկայացնել խոյ համայնք, ինչ իրավունք ունես խոյ համայնքի բնակչի անունից խոսել, ես այդ համայնքի բնակիչ եմ, ես ոնց որ գամ ասեմ, Վանա, ես որպես կին կարծում եմ, որ այս նախագիծը ասում, դու ինչ իրավունք ունես կանանց անունից խոսես, ասեք նորմալ աշխատում ենք իրար հետ մարդավարի կամերաները անջատած ժամանակ, հարցեր են քննարկում, գայս եք ստեղ ինձ ասում եք ինչ իրավունք, այդ համայնքի բնակիչ եմ, Տիկին Գյուրեղյան, եւ այդ համայնքի բնակչի, ուր կորավ պատգամավորական ներկայացուցչությունը, ուր կորավ ներկայացուցչությունը, ներկայացնում եմ ես երիտասարդ կանանց, դասախոսներին, գրականագետներին, խոյ համայնքի բնակիչներին, հայերեն խոսացող մարդկանց, տարբեր իրավիճակներում, տարբեր ինքնություն ունեցող մարդկանց եմ ներկայացնում, Ժորժ ջան, նորմալ է, որ ես ներկայացուցչությամբ եմ զբաղված։ Ինչ վերաբերում է 21 թվականին չխոշորացնելուն, այս ժամանակ խոյ համայնքի բնակիչները ուղղակի աղաղակում էին, որ իրենց առանց Էջմիածնի կոմունիկացիայի չխոշորացնեն, որովհետև իրանց համար այդ ենթակառուցվածքները հաղթահարելը նույնիսկ կողքի կամ կողքի գյուղ շատ բարդ էր, ով որ եղել է այդ համայնքներում, ով որ երթևեկել է, չգիտեմ, դողցից արշալույս կարա պատկերացնի, դեռ ինչ անհավանական չհամընկնումներ կան ենթակառուցվածքային, որտեղ բոլոր կողմերից կապված են Էջմիածնի հետ։ Հիմա պետք է ժողովուրդ այստեղ քննարկենք ու նորից հիշենք 21 թվին ում կապրիզով Էջմիածինը միայն ոսկե հատի հետ խոշորացավ, գանք մտնենք այդ դաշտ, այդ բանի ում լսեցինք, ում կապրիզ լսեցինք, այդ քննարկման դաշտ մտնենք, հատիվ նորմալ քննարկում ենք անում։ Ես նորից խոյ համայնքի բնակիչների անունից, որովհետև չեմ կարող ներկայացնել Էջմիածին քաղաքի, Վաղարշապատ քաղաքի բնակչությանը, ասում եմ, որ մենք Ժողովուրդ ջան, միայն ուրախ ենք եւ ողջունում ենք այս փոփոխություն, որովհետև ենթակառուցվածքային առումով մեզ սա ավելի հարմար է։